նույնպես ընտարներ շարունակ մի արետավոր երևույթ է գոյություն ունեցել, որ այստեղ թույլ մասնագետները կամ բժշկական որևէ սխալի դեպքում, այսպես ասած, ակսորվել են մարզային բժշկական հիմնարկներում աշխատելու։ Առողջապահության նախարարությունը այս միջոցառումներից հետո որքանով է հետևողական լինելու հենց այս մասով։ Դե հետո չի լինելու, առողջապահության նախարարությունը մշտապես էլ հետևողական է եւ բոլոր այն դեպքերում, երբ որ մասնագետը ունի խնդիր մասնագիտական գործունեություն իրականացնելու, մենք հետևողական ենք, որ որևէ բժշկական կենտրոնում դա կլինի մասնավոր, պետական, մարզային թե մայրաքաղաքային, նա չիրականացնի։ Այստեղ կարծում եմ մեր դիրքորոշումը հստակ է, բայց շարունակելով նաեւ շատ այս հարցի կոնտեքստում եմ ուզում ասել, թե ինչքան կարեւոր է մեկ մարզի շրջանակներում ունենալ մեկ կազմակերպայրավական միավորում, որովհետև տեսեք, Սյունիքի օրինակի վրա բերեմ, մենք ունենք շատ նեղ մասնագետներ, որոնք որ պիտի հոսք ունենան պացիենտների եւ մասնագետը, որպիսի օրինակ սպասարկի մի քանի վիրահատությունների այսպես հավաքագրվի պլանային եւ այդ սպეციფიկ վիրահատությունները իրականացվեն, դժվար է միայն Գորիսի բժշկական կենտրոնի համար նման մասնագետ պահելը։ Եվ մեր նպատակն է, որ այս միավորումների արդյունքում մենք ապահովենք, որ մասնագետները Կապանից, Գորիսից, Սիսյանից եւ Մեղրիից շատ հեշտությամբ ծառայությունները կարողանան մատուցել հենց տեղում, քանի որ արդեն չենք ունենալու մեկ ՓԲ-ից գործուղել մեկ այլ ՓԲ։ Սա է, եւ մենք մեր մյուս օրինակների վրա միավորման սա շատ լավ տեսնում ենք։ Այսինքն մենք մեր նպատակն է նպատակային կրթական ծրագրերի շրջանակներում ել ավելի մեծացնել որակյալ մասնագետների ներգրավումը մարզերում, այս միավորումների շրջանակներում այս խնդիրը ավելի հեշտ կլինի լուծել եւ կարծում եմ որակի առումով մեր քաղաքացիները ավելի գոհ կլինեն։ Իսկ բժշկական սարքավորումների մասով որոշ հիմնարկներ կան, որտեղ բացակայում են սարքավորումները, հիվանդները ստիպված տեղափոխվում են այստեղ նաեւ մայրաքաղաքում է ծանրաբեռնվում հետազոտությունները բժշկական հիմնարկներում, սարքավորումների մասով ինչ կասեք։ Ես պիտի կրկնեմ, որ որոշակի ծառայություններ կան, որոնք հնարավոր է մատուցել միայն երրորդ կարգի բազմապրոֆիլ խոշոր հիվանդանոցներում մայրաքաղաքում, որովհետև այդ ծառայությունների որակյալ լինելու համար պիտի լինի որոշակի հոսունություն եւ դա հնարավոր չէ կազմակերպել ավելի փոքր բնակչություն սպասարկող կենտրոնում։ Եվ այս մոդելը մենք այս երկրի ծառայությունների մաստեր պլանը մենք երկար ժամանակ աշխատում ենք դրա վրա եւ այդպես է լինելու է, բայց մարզային բժշկական կենտրոնները պիտի հագեցվեն ըստ իրենց ծառայությունների մատուցման այդ մաստեր պլանի ամբողջապես եւ այս գործընթացը գնում է։ Պիտի ասեմ, որ այս գործընթացը գնում է երկու ֆինանսական եւ ռեսուրսային օղակներ օգտագործելով։ Մեկը պետությունը ուղիղ ներդրումներ է անում կապիտալ շինարարությունների մեջ։ Հիմա առաջիկայում մենք 26 թվականի առաջին 6 ամիսների կբացենք Սիսյանի բժշկական կենտրոնը։ Մենք այս պահին էլ նորացվող ծառայությունների շրջանակը հաշվի առնելով անընդհատ փոփոխում ընդլայնում ենք սարքավորումների շրջանակը, որ այնտեղ պետք է տեղադրվի։ Ուրեմն Մարտունին բժշկական կենտրոնը չուներ օրինակ համակարգչային շերտագրում եւ նոր բժշկական կենտրոնի տրամաբանության մեջ արդեն հագեցվել է։ Մյուս տրամաբանությունը լիզինգային ծրագրերն են եւ մեր բժշկական կենտրոններն էլ պիտի կարողանան այս բոլոր գործիքներից օգտվելով ավելի փոքր ներդրումներ պահանջող սարքավորումներով հագեցվեն։ Առաջիկայում մենք արդեն սկրինինգային ծրագրերի շրջանակներում նախատեսում ենք նաեւ մամոգրաֆիկ ծառայությունների ընդլայնումը մեր մարզերում, Վանաձորում արդեն գործում է տվյալ բժշկական կենտրոնի միջոցներով գնվածը, բայց սա է մեր շարունակական ներդրումը։